Բարի լույս հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ մենք շատ ջերմ եւ հիանալի տրամադրությամբ մեկնարկում ենք բարի առավոտը։ Այսօր շաբաթ է, դեկտեմբերի 20, ընդամենը 10 օր եւ արդեն 2026-ը կդիմավորենք։ Ես վստահ եմ, որ դուք արդեն ամանորյա Երուսաղեմի մեջ եք, շատ կանայք արդեն սկսել են խոհանոցում իրենց գործերը պլանավորել, շատերն արդեն ամանորյա նվերների ետևից են, մանավանդ շատ ակտուալ Santa Secret թեմա կա, որ արդեն մի քանի տարի է բոլորի տներն է մուտք գործել, դպրոցներ, գործի աշխատավայրեր, որ շատ հետաքրքիր է նաև դարձել, բայց այս ամանորյա Երուսաղեմի մեջ ես նաև խոստանում եմ, որ մենք կունենանք մշակութային հարցազրույցներ եւ նաև դուք կտեղեկանաք այս ընթացքում, թե ինչպիսի մշակութային իրադարձություններ են տեղի ունեցել։ Այսպիսով օրեր առաջ դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Հայաստանի ազգային պատկերասրահը նաև այս տարի վերաբացվեց, հետաքրքիր գործունեություն է ծավալել։ Մենք այս թեմայի շուրջ խոսելու ենք պատկերասրահի հայկական գեղանկարի բաժնի գիտաշխատող Հասմիկ Բադալյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Բադալյան, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ ձեր ամանորյա Երուսաղեմի մեջ դուք էլ ժամանակ եք գտել մեր տաղավար գալու։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինձ համար եւս շատ հետաքրքիր է գտնվել ձեզ մոտ, այնպես որ այս Երուսաղեմի մեջ շարունակենք։ Այո, ինչպես եք սկսել ձեր առավոտը եւ առհասարակ ինչպես են սկսվում այն առավոտները, որոնք որ ոչ աշխատանքային են, եթե շաբաթը իրոք ոչ աշխատանքային է։ Իրականում այսօր մեզ համար թանգարանային աշխատակիցների համար էլի աշխատանքային է, այնպես որ ես սկսում եմ ինչպես միշտ անպայման մեկ գավաթ սուրճով եւ հետո վազում կիսադատարկ քաղաքով, դա ավելի հետաքրքիր է, քան Երուսաղեմը, որ լինում է դրանից հետո։ Ես վստահ եմ, այս շաբաթ օրերը շատերը հենց դրա համար էլ սիրում են, որ ինչ որ չափով ակետից բեկետ տեղափոխվելը մի քիչ ավելի հեշտ է ստացվում, այնպես որ կարծում եմ նաեւ տաղավար եք ինչ որ չափով հեշտ եկել առանց խցանումների։ Միասին խոսելու ենք ցուցադրությունից, որ դեկտեմբերի 12-ին մեկնարկեց 100-ամյակին նվիրված մեծ նկարչի, ինչպես մեկնարկեց, արդեն մի քանի օր է որ կա ցուցադրություն, փոքր խոսենք մեկնարկի մասին։ Իրականում սա բավականին մեծ իրադարձություն էր եւ ըստ էության ամփոփիչ իրադարձություն ազգային պատկերասրահի գործնեության այս տարվա գործնեության եւ կարծում եմ Գրիգոր Աղասյանը, ով խորհրդահայ կերպարվեստում բավականին մեծ ներդրում ունի, արժանի էր նման գեղեցիկ հանդիսավոր միջոցառման, 100-ամյակն էր լրանում եւ 100-ամյակին այսպես հանդիման մենք այսպեսի հետաքրքիր ցուցահանդես կազմակերպեցինք եւ համադրողը նրա թորնուհին է, թանգարանի տնօրենը Մարինա Հակոբյանը, այո, սա շատ պատասխանատու այսպես աշխատանք էր եւ կարծում եմ այդ ամբողջ տարվա ընթացքում երբ պլանավորում էինք այս ամենը, գրեթե բոլոր ազգային պատկերասրահում իրոք մեծ այսպես խանդավառությամբ սպասում էին այս իրադարձությանը։ Իսկ ցուցահանդեսը բավականին մեծամասշտաբ է եւ հետահայաց ցուցահանդես է։ Նրանք ովքեր որ կայցելեն ցուցահանդես անպայման կնկատեն այն գեղեցիկ թելը այսպես կյանքի, որ անցնում է ամբողջ ցուցահանդեսի 4 սրահներով, որտեղ ներկայացում են Գրիգոր Աղասյանի ամբողջ ստեղծագործական աշխարհը։ Այո, պարոն Աղասյանը նաև բնիկ երևանցի է եղել եւ այդ երևանցի լինելու շունչը նաև իր ստեղծագործություններում կա։ Ես գիտեմ, որ մեծ թվով ստեղծագործություններ են ներկայացվել, ինչպես են դրանք հավաքվել եւ ինչպես են դրանք համադրվել։ Իրականում ներկայացվում է մոտ 100 աշխատանք եւ բազային հիմքը կազմում է ազգային պատկերասրահի հավաքածուն եւ իհարկե ընտանիքի հավաքածուն։ Իհարկե սա շատ հետաքրքիր նաեւ փորձառություն էր այլ թանգարանների, մասնաճյուղերի, մասնավոր հավաքորդների հետ աշխատելու առումով եւ ընդգրկում է ոչ միայն գեղանկար աշխատանքներ, այլ նաև գրաֆիկական աշխատանքներ, արխիվային նյութ եւ շատ հետաքրքիր այսպես ճանապարհ է, երբ դու տեսնում ես նկարչի, ով իրոք բնիկ երևանցի է եւ մեծագույն սիրով է պատկերում իր ծննդավայրը եւ հետո շատ հետաքրքիր նաև միջժամանակային երկխոսություն է, երբ դու տեսնում ես նկարչի նորից, ով ներկայացնում է իր մանկական եւ պատանեկան հիշողությունների գծիկը, այսպես բացում է քո առջեւ, ու դու հայտնվում ես հին Երևանում նախ Ջալոց հենց ընդհանուր այսպես բովանդակային էլ ցուցահանդեսը հետեւյալ կերպ է բացվում, նախ թեմատիկա, այսպես երևանյան թեման, իր մանկությունը եւ 30-ական թվականների Երևանը, երբ այսօր նայում ենք իրականում չենք տեսնում այդ Երևանը, որովհետեւ այն անհայտացել է գրեթե մեծ շենքերի կողքին կարծում եմ։ Այո, այդ փոքրիկ տափարակ կտուրներով, այսպես բակերով, շուկայով, հին շուկայով, գողտրիկ անկյուններով, քաղաքի եւ բնակիչներով շատ հետաքրքիր է նաեւ բնակիչներին ինչպես է ներկայացնում նկարիչը, որովհետեւ
ով ճանաչել է Աղասյանին, նա շատ լավ գիտի, որ այս մարդը մեծ սրտի եւ շատ տեր մարդ էր ու բարի նաեւ հումորով, հա, այսպես հետաքրքիր անձնավորություն էր ու լինելով նաեւ շատ գրագետ, արվեստագետ, ինտելեկտուալ մարդ, նրա հետ շատ հետաքրքիր էր եւ այն աշխատանքները, որոնք այստեղ ներկայացնում են հենց Երևանյան սրահում, ներկայացնում են Երևանը իր բնակիչներով, այսինքն նա չի պատկերացնում Երևանը առանց իր բնակիչների, ինչպես իր ընտանիքը, այսպես եւ նաեւ ներկայացման ձևն է շատ հետաքրքիր բարձր դիրքից, ինչպես Բրեգերն էր պատկերում նախկինում, այսպես 17-րդ դարում իր սիրելի քաղաքը, այդպես էլ Աղասյանը ներկայացնում է իր սիրելի Երևանը։ Այո, մենք հենց հիմա ցուցադրում ենք էկրանին ցուցադրությունից որոշ եթե նկատում եք բազմաֆիգուր աշխատանքներ են, երեխաներ վազվզող, դու տպավորություն որ լսում ես իրոք հնչող պատկերներ, հենց այդպես էլ կոչվում է, հա, այսպես ցուցահանդեսը, դու լսում ես այդ աղմկող երեխաների ձայնը վազվզող, նաև մարդկանց, ովքեր զբաղվում են արդեն մոռացության մատնված ավանդական ինչ-որ զբաղմունքներով, հետո նկատում ես ինչպես է նկարիչը հին Երևանը նոր Երևանի հետ համադրում, ավագ սերունդը երիտասարդ սերնդի հետ համադրում, հա, սա շատ հետաքրքիր մոտեցում է եւ կարծում եմ ով կայցելի այս սրահ անպայման կզգա այն ջերմությունը, որ քեզ հաղորդում է նկարիչը եւ հետաքրքիր փաստ եւս ներկայացում է նրա գրասեղանը այդ նույն սրահում ու նաեւ վիրտուալ միջավայր, որի միջոցով դու տեղափոխում ես իր արվեստանոց։ Քայլ է դեպի ժամանակակից աշխարհ, այն նոր տեխնոլոգիական պահանջներ, որոնք որ այսօր կան եւ նաեւ Թանգարանը նման մարտավարություն է վարում հիմա, որովհետեւ հետ մնալ այդ տեխնիկական նորարարություններից նշանակում է ճիշտ չվարվել իրականում եւ այս դեպքում մենք գնում ենք Աղասյանի արվեստանոց, շոշափում ենք նրա էսկիզները, օֆորտի այսպես հաստոցի անիվն ենք պտտում, նկարում ենք իր մոլբերտի վրա, սա անասելի այսպես հուզումնալից պահ է եւ ես շատ լավ հասկանում եմ Մարինային, ով ասում էր, որ ինքն էլ առաջին անգամ երբ այդ ակնոցները դրեց, պարզապես այսպես հուզվեց շատ, կարծում եմ սա նաև շատ հետաքրքիր այսպես վիրտուալ ու նաև նյութական այսպես հետաքրքիր փոխշփում է արվեստագետի հետ, ով վաղուց այլևս մեզ հետ չէ, բայց նրա աշխատանքները, նրա այսպես այդ աշխարհը Երևանյան մեզ հետ է ու անկախ նրանից դու բնիկ երևանցի ես թե ոչ, դու հայտնվում ես իրոք այդ միջավայրում։ Մանավանդ Թումանյան 31-ը, որտեղ որ տարիներ շարունակ աշխատել է, ես վստահ եմ կոլորիտային մեջ ամբողջ կոլորիտային կերպարը Երևանի։ Եվ հետո դու հայտնվում ես արդեն զուտ ուրբանիստիկ քաղաքների, այսպես, հա, աշխարհի տարբեր քաղաքներում, Իտալիա, Ֆրանսիա, Վրաստան, Էստոնիա, այն քաղաքները, այն ճանապարհորդությունները, որ նա իրականացրել է տարբեր երկրներում, եւ իհարկե սրանք շատ տարբերվում են երևանյան տեսարաններից, իմիջիալոց տեխնիկան, որով որ նա աշխատում է, էսկիզային, այսպես, հա, հետաքրքիր պաստելային աշխատանքներ են, գրաֆիկական թերթեր են, սրանք եւս շատ արագ արված, հա, այսպես աշխատանքներ են, որոնք փոխանցում են այդ ճանապարհորդությունների ընթացքը, սրընթաց, այսպես, այս քաղաքից մյուս քաղաքը, գույները, որոնք հաղորդում են նաեւ այդ քաղաքների ամբողջ տրամադրությունը եւ շատ արտահայտիչ են դարձնում նաեւ այս սրահը։ Եվ իհարկե ամեն ինչ ամփոփվում է վերջին սրահներում, որտեղ դու տեսնում ես արդեն Աղասյանի այն հարազատ շունչը, այսպես բարեկամներին, իր կնոջը, իր դստերը Տիգրանուհուն, իր թորնուհուն, այսպես սա իրոք նորից եմ ասում, շատ զգայական նաև լիրիկական երանգ է հաղորդում ամբողջ ցուցահանդեսին։ Եվ քանի որ ժամանակների բախում կա այստեղ հին Երևան, նոր սերունդ, հին սերունդ, ես կարծում եմ նաև այցելուների մեջ էլ տարիքային տարբերությունն ու սեգմենտը նկատելի է, բազմազան են արդյոք եկողները, ովքեր փորձում են ծանոթանալ Աղասյանի արվեստին, նկարչության գործերին եւ ինչ արձագանք եք նրանցից ստանում։ Արդեն դեկտեմբերի 12-ից բաց է ցուցահանդեսը եւ մենք նկատում ենք նախ սերնդային այսպես շատ հետաքրքիր բազմազանություն, բոլորի համար է հետաքրքիր, եւ փոքրերի համար, եւ միջին տարիքի համար, եւ ավագ սերնդի համար, ովքեր տեսել են խորհրդային տարիներ, ովքեր լավ հիշում են այդ երաժշտության մեղեդիների այսպես, հա, ձայները, ովքեր տեսել են հին Երևանը եւ հետո նկատելի է նաեւ հետեւյալը բոլորը այսպես գտնում են իրենց հետաքրքրող պատկերներ։ Դուք այստեղ կարող եք անգամ տեսնել սոցիալիզմի շատ յուրահատուկ դրսևորումներ, բայց այդ սոցիալիզմը պարտադրող չի, հա, սա այնքան թեթև է, այնքան ռոմանտիկ ու լիրիկական է, անգամ իր սպորտին է վերաբերում, կրթությանն է վերաբերում թեման, հա, սա բոլորովին այն վերահսկողական, պրոպագանդիստական սոցիալիզմը չէ, որը քեզ կարող է այսպես ինչ որ դրամատիկ, ինչ որ հուշեր արթնացնել։ Իմիջիալոց ասեմ, որ Աղասյանը բավականին բարդ շրջան է կյանքի անցել, հա, երբ դուք կտեսնեք այս աշխատանքները, չեք պատկերացնի, որ այս
արվեստագետը անցել է 30-ականների ռեպրեսիվ տարիները, 40-ականների պատերազմական տարիները եւ հետ անկախության շրջանը, հա, այսպես, երբ 90-ական թվականների պատերազմական շրջաներ անգամ ու նա կարողանում է շատ այսպես հետաքրքիր ձևով ջնջել այդ ողբերգական իրադարձությունները իր կյանքից ու մեզ ներկայացնել իր սրտին մոտ, հա, այսպես հարազատ, կենսախինդ, այո, ջերմ, այսպես տեսարաններ, երբեք այստեղ դրամատիզմ մի փնտրեք, այստեղ ավելի շուտ ռոմանտիկ, այսպես լիրիկական ու շատ հետաքրքիր ջերմ, այսպես տեսարաններ կարող եք հանդիպել։ Ես կարծում եմ այնպես, ինչպես իր բնավորությունն է եղել, ինչպես իր մոտեցումներն են եղել մարդկանց եւ երևույթների շուրջ, նույնը արտացոլվել է նաեւ իր արվեստի միջոցով։ Իհարկե, եւ եւս մեկ բան, նա հրաշալի մանկավարժ էր նաեւ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են նրա աշակերտները, ուսանողները, մեծ ջերմությամբ են հիշում նա իրենց ուսուցչին, հետո որպես վարպետ եւ իր գործի տեր, հա, այսպես գիտակ մարդու են հիշում։ Եվ իհարկե հասկանում ես, որ այս մարդը եւ որպես անձնավորություն եւ որպես վարպետ ու մասնագետ հսկայական ներդրում է ունեցել հայկական կերպարվեստում։ Այստեղ ներկայացնում են նաեւ աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, եւ Մարինան մեծ սիրով պատմում էր, որ այսպես գտել է ինչ-որ բաներ գտածոներ, այսպես արխիվային եւ գրաֆիկական թերթեր ու մտածում են ինչպես դրանք ավելի հետաքրքիր ներկայացնել։ Սա գիտեք բացում է աղասյանական մեկ այլ էջ ու մեկ այլ այսպես կողմ իր արվեստի, երբ դու տեսնում ես արևելյան մոտիվներով այսպես հետաքրքիր աշխատանքներ, փոքրիկ էսկիզային աշխատանքներ, որոնք զարդարվեստի հրաշալի նմուշներ կարող են դառնալ ու մտածում ես իսկ ինչ կլիներ, եթե ավելին ապրեր այս մարդը։ Այդ արխիվային կադրերը եւս ամենաթանկն են եւ այն չբացահայտված կողմն են, որի շուրջ եւս կարելի է մեծ աշխատանք տանել եւ ներկայացնել այցելուներին, կարծում եմ։ Այո, եւ երբ դու հոգնած այդ սրահներով, հա, այսպես այնքան երկար ես մնում, ինչ շատ երկար են մնում նաեւ մեր այցելուները, դու կարող ես մոտենալ վերջին սրահ ու այնտեղ թախտն է դրված եւ ու նստել նաեւ այդ թախտի վրա ու հանգստանալ, նկարվել, իր այսպես հետաքրքիր պատ է այնտեղ ստեղծված, բազմազան, կարծում եմ էսթետիկական մեծ հաճույք ստանալ։ Այո, ամբողջ այն պատկերը ստեղծել եք, ինչպես Աղասյանն է ապրել, կարծում եմ եւ դուք մտնում եք Աղասյանի տուն։ Այո, մտնում եք միանգամից իր տուն եւ վիրտուալ աշխարհն էլ որը որ կա, ամբողջովին նաեւ զգացմունքային տեսանկյունից պարգևում է բոլոր զգացողությունները, որը որ պետք է ապրել իր նկարներ դիտելիս։ Եվ քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը 4 տարի հետո նորոգումից հետո վերաբացվեց, այսպես շատ երկար սպասելուց հետո մի փոքր խոսենք նաեւ 2025 այս տեսանկյունից, ինչպիսի տարի էր պատկերասրահի համար, երբ 4 տարի սպասելուց հետո այն նոր հայեցակարգով արդեն հանդես եկավ։ Երբ արդեն տարին մոտենում է ավարտին, օրեր են մնացել, կարելի է այսպես հպարտությամբ ամփոփել 25 թվականը, ասեմ ձեզ, որ այն շատ պատասխանատու եւ գործնական առումով բեղուն տարի էր մեզ համար, որովհետեւ վերջապես 4 տարի հետո վերաբացվեց մշտական ցուցադրությունը։ Դա ապրիլին տեղի ունեցավ եւ ամբողջ թանգարանը, բոլոր բաժինները եւ գիտաշխատողները եւ վերականգնողները եւ բոլորը այսպես շունչ քաշեցին վերջապես եւ սա նոր հայեցակարգով էր իրականացվում ու թանգարանը, որը նախկինում այսպես, հա, սոցիալիստական, միութենական, այսպես թանգարաններին բնորոշ թանգարաններ, հիմա վերածվում է ավելի արտեական թանգարանի, որը հնարավորություն է ընձեռում նաև միջազգային այլ թանգարանների հետ եւս համագործակցել, այո, եւ աշխատանքներ, որոնք մենք ցանկանում ենք բերել եւ աշխատանքներ, որոնք մենք կարողանանք ուղարկել այսուհետև կլինեն ավելի արդի ժամանակակից մեթոդներով կիրականացվեն եւ ցուցասրահներում ավելի շատ աշխատանքներ կհանդիպեք բնականաբար, ոչ միայն գեղանկար աշխատանքներ մշտական ցուցադրության, այլև գրաֆիկական, ինչը նախկինում չէր արվում եւ դրանք այսպես բարբերաբար կփոխարինվեն այլ աշխատանքներով։ Մենք ունենք 41000-ից ավել աշխատանք եւ դրա հսկայական թիվ է, ես կարծում եմ։ Այո, դրա ընդամենը 5%-ն է ցուցադրվում։ Սա իհարկե հնարավոր չէ զուտ այսպես տարածքային պայմաններով բոլորը ցույց տալ, այնուամենայնիվ մենք փորձում ենք պահոցներից անընդհատ աշխատանքները թարմացնել եւ ներկայացնել նոր արվեստագետների ճանաչվածների կողքին։ Այսինքն, եթե դուք այցելեք այսօր թանգարան, կարող եք տեսնել եւ հայկական կերպարվեստի դասականներին Հովնաթանյան, Այվազովսկի, Բաշինջաղյան, Կոջոյան, Երվանդ Քոչար, Յակուլով եւ այլն, եւ միևնույն ժամանակ տեսնել նաեւ ռուսական արվեստի այսպես գլուխգործոցներ, ինչպիսիք են Կանդինսկու,
ու Շագալի, Սիրովի եւ այլոց աշխատանքները։ Եվրոպական արվեստի սիրահներում կարող եք տեսնել Տինտորետոյի, Դոնատելլոյի, Ստրոցի եւ այլոց այսպես հրաշագեղ աշխատանքներ, գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական առարկաներ, երբևէ չցուցադրված արծաթյա գոտիներ, թրեր, այսպես հա, կերամիկական նմուշներ եւ ասեղնագործություններ նաեւ։ Սա հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել ամբողջ թանգարանի հավաքածուն։ Դրան այս աշխատանքների բազմազանությանը եւ թվի ավելացմանը նպաստում են նաեւ մեր շարժական պատերը, որոնք մենք տեղադրեցինք։ Սա եւս ժամանակակից աշխարհքայլեր դեպի կարծում եմ։ Այո, փորձում ենք այսպես հա ճարտարապետական որովե այսպես կոնստրուկտիվ ինչ-որ մեթոդներով նաեւ տարածք եւ այսպես մեզ համար նվաճել ու ցույց տալ այլ ավելի շատ աշխատանքներ։ Իմիջիալոց եթե նախկինում միայն մոնոգրաֆիկ այսպես ծրագրերով էինք առաջնորդում, հիմա այլ է սկզբունքը եւ մենք ցույց ենք տալիս թեմատիկ ու նաեւ արվեստի զարգացման ուղիներն ենք այսպես ներկայացնում։ Դուք նույն եվրոպական ծրագրերում կարող եք տեսնել այսպես հա միմյանց հետ համադրված չինական, ֆլամանդական, ֆրանսիական արվեստ, այսինքն նույն ժամանակաշրջանում չէր կատարվում հեռավոր արևելքում եւ հետո նաեւ արևմուտքում ու նաեւ մեզանում անգամ հայ հեղինակների կարող եք տեսնել ռումինացին, վրացին, հայ այսպես շատ հետաքրքիր եկած հետ համադրված։ Այստեղ համադրողները լավ ջանք են ես կարծում եմ։ Սա երկարատե բազմաթիվ վեճերի եւ այսպես քննարկումների արդյունքում ստացված այսպես գեղեցիկ համադրություններ եւ թարմացումը ու նաեւ այսպես արդիականացումը նպաստեց նաեւ բազմաթիվ գիտական այլ գործունեությունների եւս այս տարի մենք իրականացրեցինք թանգարանը իրականացրեց մի հետաքրքիր ցուցադրություն Ֆրանսիայում, Բարբիզոնում, Բարբիզոն այցելեցին հայ իմպրեսիոնիստների աշխատանքներ, հայկական իմպրեսիոնիզմի լույսերն ու գույները, այսպես խորագրով, եւ երկար ժամանակ այնտեղ ցուցադրվեց հայկական արվեստը։ Ամփոփվեց այս ցուցադրությունը եւ վերադարձ այդ աշխատանքների գիտաժողովով, որը կոչվում էր Իմպրեսիոնիզմներ, պատմություններ լուսանցքներից, եւ 20 հեղինակավոր, այսպես գիտաշխատողներ, մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան, Հայաստան եւ այլն, այսպես տարբեր հա այսպես հաստատություններից եւ թանգարաններ եւ գիտական հաստատություններ մասնակցեցին այդ գիտաժողովին ու պարզվում շատ հետաքրքիր այսպես երկխոսություն է ելս, այո։ Սա նաեւ ճանապարհ էր հետագա այլ այսպես միջոցառումների եւ կարծում եմ համագործակցությունների, որովհետեւ փոխշփումը եւ մեր արվեստին ու մեր միջավայրին ծանոթացնելը այս ինտելեկտուալ մտավորական այսպես զանգվածին շատ կարեւոր է։ Իհարկե եւ կարծում եմ սա նաեւ տարբերակ է Երևանում էլ եւ Հայաստանի ազգային պատկերասրահում էլ հյուրընկալելու նման մեծամասշտաբ ցուցադրություններ, նման գիտաժողովներ, որոնք եղել են ու կլինեն վստահաբար սա աշխատանքի մեծ ու հիմնական մասերից մեկն է կազմում։ Իմիջիալոց գիտաժողովը ուղեկցվում էր նաև ցուցահանդեսով Հովհաննես Ալխազյանի մեր էլի շատ հետաքրքիր իմպրեսիոնիստ, հա, այսպես իմպրեսիոնիստական մաներաներով նկարող ֆրանսահայ այսպես արվեստագետի մեծամասշտաբ առաջին անգամ այսպեսի մեծամասշտաբ ցուցահանդեսով եւ վերջերս մի հետաքրքիր ցուցահանդես էլ բացվեց մոդեռնիզմի հոսքեր այսպես է կոչվում այդ ցուցահանդեսը, սրանք ժամանակավոր ցուցահանդեսներն են, հա, եւ Սփյուռքահայ արվեստը երկաթե վարագույրից աստին, շատ հետաքրքիր բազմաբնույթ ցուցահանդես է, որտեղ ներկայացվում է այսպես ժամանակագրական հետաքրքիր հոսքով 40-ական թվականներից մինչև 60-ականների վերջը Սփյուռքահայ արվեստի ներհոսքը, այսպես սովետական Հայաստան եւ այն բոլոր մոդեռնիստական ուղղությունները, որոնց որ նրանք հարել են, այդ ուղղությունների հոսքը էլի խորհրդային Հայաստան, որը շատ առանձնահատուկ էր դարձնում հայկական արվեստը խորհրդային այդ միատիպ միջավայրում։ Եվ այստեղ դուք կարող եք տեսնել ոչ միայն շատ ծանոթ Գարզու, նորից Ալխազյան, Օրաքյան, այլ նաև կերպարներ, որոնց դեռ չենք ճանաչում։ Սա կարծում պարբերական բնույթ պետք է ստանալ եւ այդ արվեստագետներին պետք է ներկայացնել ավելի շատ եւ ավելի այսպես հասանելի մեր արվեստասերասարակությանը։ Ես վստահ եմ, որ պատկերասրահը ջանքու եռանդ չի խնայում եւ քանի որ մեր հարցազրույցներ մոտեցավ իր ավարտին, ինձ հետաքրքիր է ինչ նպատակներ կան 2026-ի հետ կապված, դուք նաև հայկական գեղանկարի բաժնի գիտաշխատողն եք, թեկուզ եւ բաժնի մասով ինչ հիմնական գործունեություններ կան, որոնք արդեն նախանշվել են 2026-ի համար։ Մենք ամեն տարի տարվա վերջում այսպես ամփոփում եւ անպայման ծրագրեր ենք մշակում հաջորդ տարվա համար։ Ես շատ գաղտնիքներ չեմ բացի, բայց այնուամենայնիվ ասեմ, որ սպասվում են միջազգային համագործակցություններ եւ դեռ այսպես անակնկալներ, որոնք շատ կզարմացնեն ու շատ կհիացնեն մեր արվեստասերներին։ Մենք էլ անհամբեր սպասում ենք այդ ամենին, դա վերաբերում նաեւ հայկական գեղանկարի բաժնին։ Մենք արևմուտքից այսպես հա Ֆրանսիայից մինչեւ Չինաստան ունենք ծրագրեր, այնպես որ սպասում ենք այսպես հետագա ընթացք
լայն աշխարհագրությունով այս այո, եւ իմացեք ու սպասեք, որ սպասում են այսպես հետաքրքիր համագործակցություններ եւ շատ հետաքրքիր աշխատանքների, այսպես մուտք Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ես շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար, շատ մշակույթով, մշակույթի մասին հարցազրույց ստացվեց եւ քանի որ Երուսաղեմը պատկերասրահում միշտ է, շնորհակալ եմ նաեւ մեզ համար ժամանակ գտնելու, որովհետեւ ամանորին զուգահեռ նաեւ պատկերասրահում միշտ աշխատանք կա, միշտ այցելուներ կան, որը որ ես կարծում եմ շատ հաճելի է այս տեսանկյունից։ Դարձյալ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, մենք Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություններից էինք խոսում եւ ոչ միայն կարճ դադար կունենանք, որից հետո դարձյալ շատ հետաքրքիր զրույցներով տաղավարում ենք։